Ողջույն, եթերում Drive News-ն է։ Այսօր մենք կփորձարկենք մի ավտոմեքենա, ավելի ճիշտ մեզ բախտ է վիճակվել փորձարկելու մի ավտոմեքենա, որը արտադրվելով 1966 թվականից, կարելի է ասել համարվում է ավտոմոբիլաշինության գլուխգործոցներից մեկը, մի եզակի ավտոմեքենա։ Ավելի ճիշտ կլինի ես ձեզ հիմա ցուցադրեմ այդ մեքենայի տեսահոլովակը ու կարծում եմ դուք գլխի կընկնեք, թե ինչ մեքենայի մասին է խոսքը։ Այն ի հայտ եկավ 1966 թվականին, միանգամից գերելով իսկական տղամարդկանց, ովքեր ունեին կամք, ուժ և չէին վախենում մահացու տպավորություններից։ 2.5 լիտր աշխատանքային ծավալով կատաղի շարժիչ, եռաստիճան մեխանիկական ճճան փոխանցումատուփ և անուն, որը գիտեն բոլորը։ Կրահեցիք։ Ոչ։ Լավ։ Եվ այսպես։ 1966 թվական։ Եռաստիճան մեխանիկական ճճան փոխանցումատուփ և անուն, որը գիտեն բոլորը, սակայն տեսնում են միայն քնած։ Երազ 762, Երևանի մեքենաշինական գործարան։ Վստահ եմ, որ շատերդ ուզում են իմանալ երազի պատմությունը, բայց շատերը ժամանակ չեն ունեցել կամ, չգիտեմ, հավես չեն ունեցել քրքրել, փորփրել եւ իմանալ։ Ես այսպես շատ հակիրճ ձևով հիմա ձեզ կներկայացնեմ։ Ուրեմն երազ ընկերությունը ընդհանրապես բացվեց 1964 թվականին։ 64 թվականին բացվեց, 1965 թվականին 66 հոգի ինժեներներ, մասնագետներ ուղարկվեցին Ռիգա, RAF ձեզ քաչ հայտնի RAF-ի գործարան եւ ՈՒԱԶ-ի գործարան վերապատրաստվելու։ Եթե դա կարելի ասել վերապատրաստվել իհարկե, ընդհանրապես տեսան, թե ինչ է իրենից ներկայացնում ավտոմոբիլաշինությունը։ Եվ 66 թվականին հենց Ռիգայում RAF-ի գործարանում արտադրվեց երկու երազ, բայց RAF 977 անվանումով։ Այնուհետև այդ SSSR, այսպես կոչված ԽՍՀՄ-ն, որոշեց, չգիտես ինչ պատճառներով, որ RAF-ը չի կարող արտադրել այս մեքենան։ Եվ նրանք, այսպես ասած, հանձնարարեցին Երևան երազ ավտոգործարանին արտադրել այս մեքենան։ Եվ պլան դրեցին նրանց վրա արտադրել տարեկան 400 մեքենա։ Եվ հենց այդ տարի, ավելի ճիշտ 1966 թվականին, նրանք արտադրեցին 36 ավտոմեքենա։ 1968 թվականին արտադրվեց 1000-րդ մեքենան, որը այսպես մի շատ ճոխ ձևով նշվեց այդ մեքենայի ծնունդը, եւ հետո դե գնաց 1971-ին, այսպես ասած, ռեսթայլինգ եղավ, 762A, հետո 762B, հետո 762V, մի խոսքով այնքան այդպիսի հապավումներ կտան այս մեքենային, բայց առանձնապես ոչինչ չէր փոխվում։ Չգիտեմ, արտաքնապես կարող է փոխվել ռադիատորային քողարկիչը, եւ դա ինչ-որ նոր մոդել էր։ Այս մեքենայի արտաքինը շատ խորհրդավոր, դեռ այն ժամանակների համար շատ հարգի, այս կլոր լուսարձակներ, կլոր թարթիչներ, այս քավթար անատամ բերան ռադիատորային քողարկիչ, գնաց հիմա է այդպես, այն ժամանակ սիրուն մեքենա է եղել, որովհետև եղել է այդ ռադիատորային քողարկիչը, հիմա չկա։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք մեքենայի այս լոգոտիպին։ Չեմ կարծում, որ շատերը կրահած լինեն, թե ինչ է սա։ Երազի լոգոտիպը։ Սա Մասիս սարն է։ Սիս և Մասիս։ Ունենք այսպիսի գեղեցիկ մաքրիչներ, ապակու
Դու գիշերես խավարելուսի Կարոտ եմ քո աղոդրուսի Ինչու դարձարը գերաս Մի քնքուշ գերաս Ախ մի քնքուշ գերաս Մի քնքուշ գերաս Մի քնքուշ գերաս Ախ մի քնքուշ գերաս Մի քնքուշ գերաս Մի քնքուշ գերաս Եկեք անցնենք սրա։ Չի բացում։ Ահա, ներխուժեցինք սրա։ Ինչ ունենք այստեղ։ Գիտեք հիմա ինչի եմ թեկուզ սրահից այս կանգնած վիճակում խոսում։ Որովհետև ես քիչ առաջ փորձեցի վարել այս մեքենան։ Հավատացեք, դա այն հեշտ գործերից չէ։ Եվ կարծում եմ ես մեքենան վարելու ընթացքում պարզապես պետք է կենտրոնանամ նրան վարելու վրա։ Չեմ կարող ուրիշ բանից խոսամ։ Դե ինչ, սրահը ինչպես տեսնում եք կաշվեպատ։ Այո, գեղեցիկ, կաշվեպատ, բարձրորակ կաշի։ Այստեղ ժամանակին եղել է կաշվեպատ, հիմա այսպես գեղեցիկը հագուստ են նրան հագցրել։ Նստարանը շարժական։ Խնդրեմ։ Առաջ եկավ։ Բարձրանալը ձեզ չեմ կարող ցուցադրել, որովհետև հիմա ինքը ամենաբարձր կետումը, ես ձեզ կարող եմ ցուցադրել իջնելը։ Խնդրեմ ներքև։ Օվա։ Հիմա նստարանը ամենացածր կետումը։ Սեղմում ենք կոճակը եւ հոպ, նստարանը էլի իր բարձր դիրքում է։ Եվ այսքանը նստարանի հետ կապված այստեղ գեղեցիկ հավաքված լարերի կույտ, շատ այսպես սիրուն, գեղեցիկ, ամեն ինչը պարզ ձևով մշակված, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անբանիմաց մարդ կարողանա օգտվել ամենից։ Ցուցիչները անտեսանելի։ Ինչի անտեսանելի, որովհետև պետք չի շատ բան տեսնես, շատ բան իմանաս, որովհետև շատ բան իմանաս, շուտ կծերանաս, իսկ երազը մտածել է մարդկանց մասին, մարդկանց կյանքի տևողության մասին։ Պետք չէ շուտ ծերանալ, այնպես որ ոչինչ պետք չէ տեսնել եւ իմանալ։ Անցնենք առաջ։ Այստեղ դե թարթիչներն են, աչ եւ ձախ թարթիչ, ահա, մեջտեղում է։ Ուրեմն այս ապակու մաքրիչները սա է, սա լուսարձակներն է, սա կարևոր չի, ինչ է։ Մի խոսքով համալրված է բոլոր տեսակի օպցիաներով։ Ապակիները, ինչպես տեսնում եք, մքեցված, այո, մքեցման պլյոնկան է սա, ավելի ճիշտ ոչ թե մքեցման, այլ վատ ներթափանցման, կարելի ասել։ Դե բնականաբար մեքենան չէր կարող չունենալ բենզաբակ։ Սա բենզաբակն է, որտեղից լցվում է վառելիքը, ավելի ճիշտ բենզինը, ավելի կոնկրետ։
Մեզ ինչ է։ Ես հասկացա։ Նա բենզաբակն է, իսկ սա հեռախոս պահելու դալակն է։ Խնդրեմ։ Վերցրեցիր, զանգեցիր, խոսեցիր, անջատեցիր, վերջ դրեցիր, կակեցիր։ Սա արված է նրա համար, ես ձեզ հիմա ճիշտ ասեմ, որպեսզի ղեկին ոչ մի տիպի չօգտվեն հեռախոսով։ Դեռ 66 թվականից մարդիկ նստել եւ մտածել են, որ ղեկին, այսինքն ժամանակը գալու է, որ արտադրվելու են բջջային հեռախոսներ, որոնցով ղեկին խոսել չի կարելի։ Ես դրա համար մարդիկ նախատեսել են նման դարակիկ։ Էլ ինչ ասեմ արտաքինից։ Երևի թե անդրադառնանք աերոդինամիկային։ Տեսնում եք այս աերոդինամիկ նուրբ գծերը հաշվարկված, ճիշտ տեղակայված, ուղիղ եւ համաչափ գծերը։ Սրանք ապահովում են, որ մեքենան բարձր արագությունների ժամանակ, այսինքն 80-90 կմ/ժ արագության տակ կայուն մնա ճանապարհի վրա, առանց այս գծերի 50-ից 60-ից բարձր չի կարելի։ Դա օրենքով հենց անձնագրով մեքենայի տված է։ Մի բան գիտե երևի, էլի որ արել եմ այդպես։ Դե ինչ, գնանք փորձարկենք այս ավտոմեքենան։ Ես իհարկե վախենում եմ, բայց պետք է անենք հիմա մեր հաղորդման շրջանակները պահանջում են, այսպես ասած։ Առաջինը մեքենան վարելուց առաջ ինչ պետք է անենք։ Արի ասեմ։ Ճիշտ է։ Պետք է մեքենան հանենք կայանման արգելակից։ Ահա։ Մեքենան պատրաստ է վարման։ Հա։ Գնացինք։ Եվ այսպես։ Սկսում ենք։ Իմ կյանքի ամենաբարդ փորձարկումներից մեկը էլի խառնեցի։ Գնացինք։ Ասեմ ձեզ։ Արգելի բարեկամներ։ Ուրեմն, այստեղ երկրորդը գտնել է պետք։ Ոչ։ Գտա։ Մի ժամ փորձել եմ, գիտեք, չէ՞, երկրորդ աստիճանը ոչ մի ձև չի կարողանում գտնել։ Հիմա ես նույնիսկ երրորդը երևի կգտնեմ։ Չեմ հասկանում։ Լուրջ չեմ հասկանում, երբ եմ երկրորդ դնում, երբ առաջին, երբ երրորդ։ Հուսով եմ երկրորդից հետո չեմ հանում, առաջին չեմ դնում։ Ռոտ, այս մեքենան վարելու համար ես անկեղծ եմ ասում, դոկտորական է պետք պաշտպանել։ Այ ես ինչ վատ մտա։ Սենց։ Դու։ Այսպես։ Կներեք էլի ես ուզում եմ հետ շրջադարձ կատարեմ։ Հիմա առաջին։ Էլի կորցրեցինք։ Գտա։ Հետ փոխանցումը։ Դու մի ալե։ Դու հենց դղ կլի ձեն հանի։
Այդ մի քիչ շուտ ասամ 2 րոպե։ Ժողովուրդ ես բան չկա։ Ոայ չէ, սա հետադարձի վրա էր գերքեմ։ Գտանք։ Հիմա հետ գնա էլի կորցրեցինք գտանք դու արդ ասում շուտ դու վարա Fıra. Versi yapmayacağım. Babacığım. Yes, Dareti. Yes, heroes. Բայց պատկերացնում եք մարդիկ ամեն օր այս մեքենան վարում են ու աշխատում են սրանով չգիտեմ բեռներ են տեղափոխում, մարդկանց են տեղափոխում այս մարդիկ հերոս են լուրջ եմ ասում ես երևի այսօր մի քիչ շուտ կվերջացնեմ հաղորդումը որովհետև չէ Երեկեն ահա մի քիչ շուտ կվերջացնեմ որովհետև մեղք եմ իրոք էլ ինձ կներեք ես այլևս ես առաջինի վրա եմ ստում մնացել ու ոչ մի տեղ երկրորդի տեղը չեմ գտնում հա չէ էլի առաջին ոչ սեփականատերը մեքենայի նենց լավ էր վարում եք պատկերացնում ես ոչ մի ձև չեմ կարողանում ոչ մի փոխանցման մեջ ընկնեմ ճիշտ լավ ինչ ասեմ ժողովուրդ այս մեքենան գնելուց եթե հանկարծ պատրաստվեք նման մեքենա ձեռք բերել իհարկե գնելուց առաջ շատ երկար կմտածեք այնուհետև շատ երկար կգնաք դասընթացների հենց երազի դասընթացների որովհետև հա ու այս մեքենան վարելուց նստելու ձև կա այսինքն նստում ես այսպես հենվում ես ղեկի վրա ձեռդ այստեղ որ հարմար լինի ու գնում ես ահա Դանգարում իշնող կա փոխանցեք հա այդ փողը Ախպերս մի քիչ կամաց քշելի կարտոշկա չես տանում Հիմա ոնց գալում ենք քշում ենք ցավը տանեմ իհը չհասկացանք Իհը Գործանում ենք դու արի իմ տեղը նստի ես գամ քո տեղը նստեմ կլինի ախպեր օրա Տոմոս Ոյ Չենք պահում Չենք գտնում երկրորդի տեղը, ինչպես միշտ Մենք մենակ առաջինով ենք կարողանում երթևեկել Ինչի, որովհետև երկրորդը չգիտենք որտեղ է Խառնել ենք սաղ իրար Ինձ սեփականատերը, ահա մայրիկ ջան անցիր Սեփականատերը ինձ բացատրեց մոտավորապես այս փոխանցումների աշխատելու սիստեմը եւ ինքը լիովին տարբերվում է մեր սովորական մեքենաների այդ սիստեմից ու ինքը ինձ երկար բարակ բացատրեց թե ոնց կարելի է ընթացքում հենց ուղղակի ոչինչ չանելով պարզապես խառնել բոլոր փոխանցումները այնպես որ ես կարծում եմ արդեն խառնել եմ դրա համար հիմա ու ոչ մի ձև ես
չեմ կարող իրան ինչ-որ հետ բերել, որովհետև դա անել իմանալա պետք ու ոչ մի ուժ չի կարելի գործադրել, շատ նուրբ պետք է անես, ընթացքում իրեն գտնում ես, էլի, ասես մեկ է պայտակ հոպ գտար, Բայց ես առաջինից այն կողմ ոչինչ չեմ կարողանում գտնել, դրա համար մենք սենց արագ ենք գնում, սա առաջինն է, առաջինն է, հանեցինք առաջինից, մոտավորապես երկրորդը ոչ մի տեղ է, և երկրորդը և երրորդը, մոռացել էին այստեղ այսպես, այլիներին ուշադիր, 2.5 լիտրանոց շարժիչ ու մոտ 144 նյուտոն մետր ոլորող մոմենտով, որ նայում ես, հզոր մեքենա է, նորմալ գնացող մեքենա պետք է լինի։ Հա, այստեղ ունենք լյուկ, սա լյուկ չի, սա դիտահոր է, վարա, և օդափոխությունը սրահի ապահովում է, հետո հենց օդափոխությունը դուրը չի գալիս ու անջատում ենք օդափոխությունը։ Երասներ ոլարիս, ծով հարցունք տարիս, ուզում եմ մորենա, մոտած չի գալիս, որ է մեղքս ասա, իմանան յար։ Ինձ իհարկե կներեք, որ այսպես կտրուկ ես մեքենայից իջա, որովհետև իրոք ուժերը էլ չեն ներում, համ ոտքերս էր ցավում, համ ձեռքերս միջև հիմա ցավում է, համ այդ փոխանցումը չէի կարող գտնել, համ այն օպերատորը, խեղճ օպերատորը սիրտը խառնում էր արդեն, էլ չէր ձգում։ Դե այդ մեքենան վարելու համար ինձ թվում է հասկանում եք, որ ինչ-որ լավ ֆիզիկական պատրաստվածություն է պետք ունենալ, ես այն ցուրտ ու մութ տարիներին ծնված, նվազ, ճիմաղ, հասկացեք, մեզ կարոտել եք, կարող եք պարզապես այցելել մեր պաշտոնական կայք www.autodrive.am հասցեով։ Կարող եք միանալ մեզ Facebook-ում Drive News Edge-ին և հետևել մեզ YouTube-ում կրկին Drive News Edge-ով։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն ժամին, նույն վայրում, գնացինք տուն, քնենք, հանգստանանք։ Չնայած դուք գնացեք, ես մի քիչ նստեմ հանգստանամ, որովհետև ինքը ասենց անկյունով ինքը տալիս էր, ասենց տալիս էր մի անգամից ընկնում էր։ Ոնց չստացվեց։